Տեսեք, այս պահին արդեն Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը 3 հիմնական կոմպոնենտ ունի ըստ շատ վերլուծաբանների՝ ստամոքս, տեսարաններ եւ արյուն հեղելու սպառնալիք։ Մեկը ինչ անենք չանենք, խորովածը մեր խոհանոցի դաղատնակետն է, մեկը ինչ ուզում է Դժիշտ լավն է։ Սերա դեպս, պարոն Փաշինյան։ Իսկ ասանա նայել եմ մի հատ վիդեո փոքր։ Իսկ անտիբիոտիկ օգտագործում։ Էս ինչ միսա։ Դուք չեք պատկերացնի, ինձնից ինչքան մեծ գեր մարդկային ջանքեր պահանջվեց, որ ես այդ հոյակապ սեղանից կտրվեմ։ Ինձ դավադրաբար չաղացնում են։ Ես գայթակղության չեմ կրել։ Ռեալ սոված է, ռեալ։ Տեսախցիկների առաջ գարի խաշլամայի վրայից մեղր, թթվասեր, թթու, հալվա ուտելով, ինչ է ակնարկում Փաշինյանը։ Ըստ վերլուծաբանների, հավանական է ուրախ ու կուշտ կյանքի պատրանք է փորձում առաջացնել։ Դեռ հռոմեական կայսրության ժամանակներում հասարակ ժողովրդին շեղելու, նրանց կառավարելի պահելու համար իշխանությունները անվճար հաց էին բաժանում եւ զվարճանքներ, գլադիատորների մարտեր, կրկեսային ներկայացումներ ապահովում։ Հաց եւ տեսարաններ տեխնոլոգիան ժամանակակից Հայաստանում էլ վատ չի աշխատում։ Ծրագրային ելույթների փոխարեն հայհոյանքներ, ատելության խոսք ու բռնության քարոզ են տեսնում քաղտեխնոլոգները Փաշինյանի քարոզարշավի ճանապարհին։ Կարծում են, այսպես նա փորձում է վերագտնել կորցրած ընտրազանգվածը։ 65+ տարեկան յուրաքանչյուր տղամարդու ես վերաբերվում եմ այնպես, ինչպես վերաբերվում եմ իմ հորը։ 65+ տարեկան յուրաքանչյուր կնոջ ես վերաբերվում եմ այնպես, ինչպես վերաբերվում եմ իմ մայրիկին։ Տաննել է այսպես վարվում Փաշինյանը։ Կզացնելու եմ, շոքացնելու եմ, սատկացնելու եմ։ Ու շատ հազվադեպ հիշում, որ ինքը ախր պետք է սիրի բոլորին։ Ես եկել եմ ձեզ ասելու, որ ես ձեզ սիրում եմ։ Ես ձեզ սիրում եմ։ Ես ինձ համարում եմ ծառա եւ ձեզ եմ համարում տեր եւ դուք եք տերը Հայաստանի Հանրապետության։ Հերոսը նաեւ ասել է, ճակերտներով հերոս, ինքը Չարիկա, ասել է, որ ես ժողովրդի ծառան եմ, եթե ժողովուրդը ուզի, ես գնալու եմ, նախ Նիկոլ, դու Ալիևի ծառան ես, ոչ թե ժողովրդի, երկրորդը, ժողովուրդը քեզանից զզվում է ու ասում է գնա, ոչ միայն գնա, այլ ռադդ քաշի։ Մեր յուղում ապրում են բազմաթիվ հնդիկներ, որոնք անչափ շնորհակալ են ձեզանից։ Բազմաթիվ հնդիկներ են շնորհակալ Փաշինյանին եւ շատ քիչ հայեր, վստահեցնում են քարոզչական թափառախմբին հետևող մարդիկ։ Արդեն նկատել են, որ վարչական ռեսուրսի չարաշահմամբ է Փաշինյանը լցնում նախընտրական հավաքները։ Ես արդեն 30 տարի այս թաղամասի բնակիչ եմ։ Թաղամասի բնակիչներից ես երևի մի 10 հոգի տեսա։ Ես տեղ արդեն 40 րոպե կանգնած մեքենայով սպասում էի։ Ավտոներով այդ տարան հիմա ասեմ, որ ավտոներն են իրանք եկել, գալիս են ու լցվում։ Ինքը իրա բերած մասանա։ Իրա բերած մասանա։ Այդ հավաքվածները լրիվ հետը բերածներ, 200 մեքենան եկել է, իրեն ժողովուրդն են։ Մեր ժողովուրդը էս են։ Մարդիկ չեն ընդունում, իրեն 7 տարի տեսել են։ Հերիքա։ 7 տարվա մեջ լավագույնի բան չէ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Մի րոպե, համոզիչ չի հնչում։ Համոզիչ չի հնչում, երբեմն անգամ Փաշինյանի ականջին։ Կսատկացնեմ, կկզացնեմից անցումը ես ձեզ սիրում եմ, սահուն չէ։ Այնպիսի տեսարաններ էին Երևանում, որ ուղղակի ես որպես նախկին նախագահ ամոթից տեղս չէի գտնում։ Եվ այդ մարդիկ ասում են, որ տանում են մեզ դեպի պայծառ Եվրոպա։ Եվրոպայում ունիտազները ավելի մաքուր են, քան սրանց բերանի խոսույթը։ Նիկոլը գնում է Վարշավիրանոց,
Վարսավիրն ասում է Քոչարյան, աս Նիկոլաս Մեսի չես այդ ազգանունը շատ տալի, ասում է որ ասում եմ Քոչարյան, մազերդ բիզբիզ է կանգնում, լավ եմ կտրում, դրա համար էստեղից իջնում եմ, միանում եմ ձեզ, ասում եմ եկեք մի հատ Նիկոլի մազերը լավ բիզբիզ կանգնացնեք, Քոչարյան, Շարունակում է Փաշինյանը ընտրողների համար տեսարաններ բեմադրել նաև Ռոբերտ Քոչարյանի անվան շուրջ, երբ չի ստացվում նոր բան մտածել, գզրոցից հին պիեսներն է հանում։ Երաշխավորում է, թե օրիգինալ է ձայնագրությունը, որում Քոչարյանի ձայնով ինչ-որ մեկը խնդրում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ապահովել իր սահուն ելքը ստեղծված իրավիճակից։ Ձայնագրությունը տարիներ առաջ դրվել էր շրջանառության մեջ ու հերքվել։ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ ես ունեմ ընկերական հարաբերություններ բառից բուն իմաստով։ Այս ընթացքում մենք 200-ից մոտ 200, հիմա թիվը կարող է մի քիչ խառնեմ, հեռախոսազրույց ենք ունեցել։ Պուտինի հետ 200 անգամ հեռախոսով զրուցած մարդը չգիտի, որ նա բաց կապով երբեք չի խոսում, որ մի հատ էլ ձայնագրվի, հարցնում է երկրորդ նախագահը։ Մարդկանց երևի բզիկները կամ հոգեկան խանգարումները սովորաբար համարում որ դա վարակիչ չի, բայց տվյալ դեպքում ոնց որ վիրուսային բան կա, այսինքն իրար շփվում են, իրար փոխանցում են։ Հերթական անգամ Նիկոլ Փաշինյանը ձեզ անվանել է մարդասպան։ Ինքը սերիական մարդասպան է։ Ինքը մարդ է, որը իրեն դավաճան չասելու համար հազարավոր մարդկանց զոհաբերեց իր ասելով գիտակցաբար, որովհետև Ղարաբաղը արդեն, այսպես ասենք, Արցախը արդեն իր մտածելով կամ հետո իր կարծիքը փոխելով դա ադրբեջանական տարածք է։ Հիմա ինքը սերիական մարդասպան է, հազարավոր մարդիկ, մեկ կառ մեկ, հիմնական մեղավորը եւ պատասխանատուն հենց Նիկոլ Փաշինյանն է։ Ըստ Փաշինյանի դիմախոսների Հայաստանը ոչ թե քաղաքական, այլ քաղաքակրթական ընտրության առաջ է։ Հավասարակշռված, մտածող, մարդկանց հետ նորմալ շփվող, աշխատասեր, իր աշխատանքը անող ընտանիքի հայր, թե իստերիկ, լաչար, կարծիքը 10 անգամ շաբաթը փոխող, ստախոս, ասենց կազինոյի կլիենտ եւ հարբեցող։ Ինչ կտրենք ձեր ընտանիքի համար, ձեր սիրած մոդելը որը կլիներ։ Հորդորս հետևյալն է։ Մենք համարենք մեր երկիրը ընտանիք, մեծ ընտանիք։ Եվ այդ ընտանիքի տիրոջից է կախված մեծապես, թե այս երկիրը հանգիստ է լինելու թե ոչ, պատերազմ է ունենալու թե խաղաղություն։ Դեր կանգնեք ձեր խաղաղությանը, այդ խաղաղությունը մենք չենք ստեղծել, այդ խաղաղությունը դուք եք ստեղծել։ Ինչ խաղաղություն, այդ ինչ խաղաղություն, ամեն ինչ հանձնես, դա խաղաղություն է կոչվում։ Ումն է պետք տենց խաղաղություն։ Եկու ճունիկը կտաս, հետո Իրավան, գեյչա կասես, այդ եկու խաղաղությունը։ Մեզի պետք չի տենց խաղաղություն։ Փաշինյանը կատաղի հերքում է այս մեղադրանքները, Սյունիքը չի տալու։ Որովհետև Սյունիքը եղել է կա ու կլինի Հայաստանի Հանրապետության անկախ ինքնիշխան Հայաստանի Հանրապետության անբաժանելի մաս։ Հարց ունեն քաղաքացիները, Սյունիքը Հայաստանի անբաժանելի մասն է, ճիշտ ինչպես Արցախը ժամանակին։ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Նիկոլ էր գոչում Ստեփանակերտի վերածննդի հրապարակը 7 տարի առաջ, ճիշտ ինչպես հիմա Կապանի հրապարակը։ Սյունիքի հարց ընդհանրապես գոյություն չունի եւ 2025 թվականի օգոստոսի 8-ից հատկապես հետո որևէ մեկը որևէ տեղ չի կարող որևէ կերպ դա դնել կասկածի տակ եւ ես եկել եմ սա ձեզ ուղիղ ձեր աչքերի մեջ նայելով ասելու անիմաստ է ուղղակի անիմաստ է Հայաստանի գործող կառավարությանը կասկածել Արցախի դեմ որևէ հնարավոր դավադրության մեջ միացում Հայաստանում կա ապագա
Հայաստանում ապագա կա, Արցախում կա ապագա, Արցախում ապագա կա, հայ ժողովուրդը ունի ապագա և մենք միասին կերտելու ենք ազատ երջանիկ և հզոր այդ ապագա։ Կրկնում եմ, Հայաստանը և Արցախը ապագա ունի, ծափահարություն։ Փաշինյանը ստել է, ստում է և ուրեմն ստելու է, դա արդեն երեխաներն էլ են նրան ասում։ Ամեն ինչը խաղում է, ոչ բանի ինչ ասել է չի եղեք, սան է բարվաչապ, էկը կեվյանը։ Զարուհի Փոստանջյանը դեռ տաղավարում է, Տիկին Փոստանջյան, փաստորեն Փաշինյանի սպառնալիքները շատ արագ են կյանքի կոչվում, արդեն 2 ամսով կալանավորվել է Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը, նրան առաջադրված է բավականին ծանր լրտեսության և պետական դավաճանության մեղադրանք։ Դուք տիրապետում եք դետալներին, սկսած խուզարկության պահից, ինքը Թևանյանը մեղադրանքը չի ընդունում, կարծում եք բավարար փաստեր կան։ Եկեք որպեսի հանգարց ինձ չկարողանան մեղադրել իրենց նախաքննական գաղտնիքը հրապարակելու մեջ, ես հիմա պետք է մեկնաբանեմ այն հայտարարությունը, որը տարածել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն։ Այդ հայտարարությունը ես մեկնաբանեմ, որպեսի հանրությունը պատկերացում կազմի, ինչ մակարդակի գործողություններ են իրականացվել եւ ինչ է կատարվում ընդհանրապես։ Նախապես Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը արդեն ցուցում էր, այսինքն ինքը արդեն իսկ հայտարարում էր, որ ունի տեղեկություններ օպերատիվ տվյալների վերաբերյալ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական ցուցակի երկրորդ միգուցե չասեց, ինչ որ կարևոր տեղ զբաղեցնող անձի մասին, որը ասում եմ կարծես թե այո, միգուցե այդպես է ասում, հիմա չեմ կարող, բայց որ արդեն համադրում ենք, ակնհայտ է, որ այդ անձը Անդրանիկ Թևանյանն է եւ լրտես դավաճանություն բառերը օգտագործվում են նրա կողմից, որից հետո գալիս է այդ քննչական կոմիտեի հայտարարությունը։ Քննչական կոմիտեի հայտարարությունը ես հիմա այս ձեր տաղավարից հայտարարում եմ, որ ուղղակի խախտում է Անդրանիկ Թևանյանի անմեղության կանխավարկածը։ Եվ անմեղության կանխավարկածը խախտելով, մենք դրա չափանիշներն ունենք Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի կողմից ընդունված, մենք դա կապացուցենք էլ, որովհետև այդտեղ այդ հայտարարության մեջ թեպետ օգտագործվում է միայն անվան եւ ազգանվան առաջի տառերը, արդեն հասկանալի է դա ինչի մասին է խոսքը, որից հետո տեսեք սինխրոնիզացված գործողություններ են։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածում, հաջորդ օրը ժամեր անց դատական ակտ է կայացվում եւ գալիս են Անդրանիկ Թևանյանի տունը, այսինքն մտնում են նաեւ անձնական տիրույթ, անձնական կյանք, որտեղ նա բնակվում է տիկնոջ եւ երեխաների հետ, որոնցից մեկը անչափահաս է, գալիս են խուզարկության նաև նրա ավտոտնակում, ավտոմեքենայում եւ աշխատավայրում, կուսակցության գրասենյակում։ Եվ անում են խուզարկություն դատական ակտերով։ 3 դատական ակտ է կայացվում, անմիջապես մի քանի ժամ հետո այս գործողություններից։ Այսինքն այս եւ դեպքը, որը մատնանշված է քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ, վերաբերվում է 2023-24 թվականներին։ Այսինքն մի դեպքի, որից անցել է 2 տարի։ Այսինքն եւ այնտեղ մի գումար է նշված, որի տրամաբանությունը փաստական հիմքերի մասին, թե այդ գումարը այնքան էլ քիչ գումար չէ։ Ես չգիտեմ ով է տեսել այդքան գումար իր կյանքում, միգուցե Նիկոլ Փաշինյանը տեսել է, այդ $622,000 անմիջապես չգիտեմ ես միգուցե մի ճամփրուկով իրեն փոխանցել են, ես չեմ տեսել նման գումար, ես չեմ էլ հաշվել նման գումար $622,000, որը իբրև թե արծացվում է այդ հաղորդագրության մեջ է գրած։ Այսինքն այս դիսոնանսը, որ արվել է քարոզչական հավանաբար մանիպուլյացիայի տիրույթում, բայց այնուամենայնիվ մենք սթափ մարդիկ ենք,
մասնագետներ ենք եւ պետք է գնահատենք այդ հաղորդագրությունը։ Հաղորդագրության այդ փաստական տվյալները, որը նշված են, մտնում են միմյանց հետ հակասության մեջ եւ անտրամաբանական են։ Հիմա այս շղթայում, որ սինխրոնիզացված Նիկոլը խոսում է, հետո քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածում, հետո ԱԱՑ-ն դիմակավորված, զինված, գալիս մուտք է գործում Անդրանիկ Թևանյանի բնակարան, որտեղ անչափահաս երեխա կա, ում այդ օրը նաև միջոցառում ուներ եւ այլն, այսինքն սրանք խոսում են այն մասին, ոչ թե դա եղել է արդար եւ նախաքննության համար կարևոր նշանակության նպատակները իրականացնելու համար, իրագործելու համար, այլ սա պատվիրված է, ակնհայտ է, սա երևում է այս սինխրոնիզացված գործողությունները եւ դրա հետ մեկտեղ երբ մենք տեսնում ենք ինչ է կատարվել նաեւ Գյումրիում երեք, այսինքն երեք չառաջ օրը այս իրադարձությունները որ տեսնում ենք, այնտեղ էլ են եղել, ես ինձ հայտնել եմ, որ այնտեղ էլ կան մարդիկ, ում կալանավորել են եւ նաեւ խուզարկություններ են արել։ Այսինքն սրանք մի շղթայի մեջ ենք մենք դիտարկում այս նախընտրական փուլում եւ հենց այսպիսի հայտարարությունները, որը թիրախավորել են ընդդիմադիր ուժերին, մասնավորապես այս դեպքով ընդդիմադիր ուժերից Բարգավաճ Հայաստանին եւ Գագիկ Ծառուկյանի հետ մասնակցող այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, մենք հիմա տեսնում ենք, որ հիշում եք, ինքը նաև անդրադարձ կատարեց Գագիկ Ծառուկյանի որդուն, որը նույնպես այս քարոզարշավի ընթացքում բացարձակ անթույլատրելի է եւ նա ստացավ պատասխան Ծառուկյանի կողմից, որ չեմ իջնելու քո մակարդակին։ Այսինքն քո ընտանիքի անդամներին ես որևիցե կերպ չեմ անդրադառնալու եւ եթե դու ուզում ես հավասար պայմաններում մենք մրցենք կամ ինչ որ տղա ես եկել ես ուզում ես կռիվ ես ուզում տալ եկել ես լավ ես արել բայց դա չի նշանակում որ դու անհավասար պայմաններ պետք է ստեղծես կամ մտնես մի դաշտ որը անթույլատրելի է Գիտեք, Զորավար Անդրանիկը երբ պաշտպանել է մեր մանուկներին, հայերին, իջ զինվորներով, երբ մտել են թուրքերի գյուղերը, ասել է երեխաներին, տարեցներին, կանանց ձեռ չտաք։ Իսկ այստեղ մենք տեսնում ենք համատարած այդ կացարանում զինվորների վառված երեխայի, պապիկի թևերը վերցնում են, բերանը փակում են, մի անծանոթ կին, ով քարոզարշավի ժամանակ մոտեցել է իրեն, բժշկուհին հարց է տալիս, պտտվում է, որ գնա արդեն, իրեն հրաժեշտ է տալի, չի ուզում այլևս իրեն լսել, ինքը այդ բժշկուհու հետևից պտտվում է, ձեռը քաշում է եւ անդրադարձ է կատարում իր մրցակցի որդուն։ Այստեղ մենք հասկանում ենք, որ արդեն ինքը չունի այլ լծակներ, փորձում է այդ կերպով ինքն իրեն պաշտպանել, բայց դա շատ տգեղ է եւ պաշտպանություն չէ, ընդհակառակը։ Սա խոսում է իր սնանկ լինելու, ընդհանրապես այլևս պարտված լինելու մասին։ Դուք խոսեցիք Անդրանիկ Թևանյանի վարույթի մասին, մի փոքր պիտի խնդրեմ, որ ասեք ձեր նշած դրույթներով պատրաստում եք որևէ բողոքարկման հայց արդեն։ Այո, այդ 3 որոշումները, որը դատարանը կայացրել էր, կարելի ասել այդ գործողությունների ժամեր անց, դուք պատկերացեք առավոտ ժամը 7-ին եկել են այդ ԱԱԾ-ականները զինված եւ 2 քննիչ, մնացածը բոլորը ԱԱԾ-ականներ եկել են խուզարկություն իրականացնելու, այդ որոշումները արդեն իրենց ձեռքում են եղել ժամը 7-ին առավոտ, բայց նաև որոշման մեջ նշված է 21 ամսաթիվը։ Դրանք իհարկե այդ բոլոր որոշումները բողոքարկվելու են վերաքննիչ դատարանում եւ իհարկե ընթացակարգը բավականին ճկուն չէ եւ ժամկետների առումով քրեական դատավարության օրենսգիրքը ի նպաստ իշխանությունների է գործում, այնպես չի, որ կարող են շատ սեղմ ժամկետում ստանալ դրա այդ որոշման բողոքարկման նաև արդյունքները ոչ իրավաչափ լինելը, բայց այնուամենայնիվ դրանք կբողոքարկվեն ժամանակի ընթացքում ես համոզված եմ, որովհետև դրանք ոչ իրավաչափ էին ընդունվել այդ որոշումները, այդ 21-ի փաստորեն գիշերը ինչ որ հերթապահ մի դատավոր է եղել, ում ասել են, որ այդ որոշումները պետք
պետք է քննի ինքը այդ միջնորդությունները, դրանք կբողոքարկվեն միանշանակ։ Ես համոզված եմ միանշանակ, ոչ թե հասնելու ենք մարդու իրավունքների եվրոպական դատարան, այստեղ շատ շուտով մեր դատական համակարգը արձանագրելու է, որ այդ որոշումները չեն եղել իրավաչափ։ Դրանք արվելու են, բայց այս ընթացքում իհարկե ցավը, որը պատճառվել է Թևանյանի ընտանիքի անդամներին, տիկնոջը, երեխաներին եւ նրա մերձավոր շրջապատին իր գործընկերներին եւ այդ թվում նաեւ քաղաքական process-ին ընդդիմադիր, այսինքն քարոզարշավի ընթացքում կարևոր քարոզիչը, ով այս ընտրությունների մասնակիցն է, այսօր հիմա գտնվում է կալանավայրում։ Սա ինչ է նշանակում։ Զրկված է ընտրական process-ներից մասնակցելու։ Այսինքն իրանք արդեն իսկ հայտարարում են իրենց գործողություններ, սա ապացույց է շատ կարևոր։ Իհարկե այս մասին նաև բողոքներ են լինելու, անկախ նրանից մենք շատ լավ գիտենք ինչպիսին է եվրոպական միության համապատասխան կառույցները կամ Եվրոպայի խորհրդի համապատասխան կառույցները, բայց կդիմենք։ Գիտեք, կարևորը դիմելն է։ Նույն իրենք, որպեսի իրենք էլ լինեն փակուղու մեջ, տեսնենք ինչ պատասխան են տրամադրելու այս դեպքում։ Պատկերացրեք ինքը այս դեպքում սպառնալիք արտահայտություններ է անում, սա չի կարող տեղավորվել խոսքի ազատության մեջ։ Չի կարող այդ բառերը, որը ինքը օգտագործում է, այդ սպառնալիք բառապաշարը, որը օգտագործում է, եւ ասում է, որ այսինքն ամենտեղ ինքը հիմնարար իրավունքներն է մարդու այդ սպառնալիքներով հայտնում, որ կխախտեմ։ Ասում է, որ այս եմ անելու, նա եմ անելու եւ ունենք պարոն Թևանյանի արդեն դեպքով դրա արդյունքները։ Ոչ միայն ասում է անելու եմ, այլ հիմա կոնկրետ մրցակից անձին զրկել է հնարավորությունից մասնակցելու ընտրությունների քարոզարշավին։ Շնորհակալ եմ շատ Տիկին Փոստանջյան, սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ մեր տաղավարում էր փաստաբան Զարուհի Փոստանջյանը, իսկ այժմ Էդգար Ղուշյանը կպատմի, թե ինչպես էին զարգացել իրադրությունները Անդրանիկ Թևանյանի շուրջ։